Գյումրիի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը։ Արարողությանը բացակային քաղաքացիական պայմանագրի ավականու անդամները եւ Մարտուն Գրիգորյանի թիմակիցները, որոնք ձայն էին տվել Ղուկասյանին քաղաքապետ ընտրվելու համար։ Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ քաղաքապետի երդմանը ներկա էր Շիրակի թեմի առաջնորդը։ Սրանք որ այսպես գիշերցել եք խաղաղություն։ Ով չի ուզում խաղաղություն։ Բայց այս ձևի խաղաղություն ես երբեք իմ տեսակը չի ուզում։ Եվ ես գիտեմ, որ մենք բոլորս, մեր նախնիները, մեր պապերը գլուխը կախելով, թուրքին վիլայետ դառնալով մենք այդպիսի խաղաղություն երբեք չենք ուզում։ Ես չեմ պատկերացնում, որ հայոց ազգի մեջ 10% կամ 15% նմանատիպ մարդիկ լինեն։ Այո, կան, որ այրոնը թուրքից է սերված, մոնղոլից, պարսիկից, կան այդպիսիները։ Եվ ես մի անգամ, երկու անգամ ասել եմ, երբ որ Էջմիածինում պատարակ էր մատուցվում, ուրեմն պարսիկ թագավորը Թեշաբանը մեծամեծներից մեկը մտնում է ու դատարում է պատարակը, ասում է ցեզանից եթե որևիցե մեկը դառնա պարսկական կրոնին, ես իրեն Պարսկաստանում մոկպետ կնշանակեմ։ Եվ 3 սկուտեղով այդ բրիլյանտներն ու ոսկիները ներս են բերում, ասում է սա էլ նրան նվեր կտա։ Պատարակամատույց վարդապետը գայթակղվում եւ ասում է, թե ես կդառնամ ձեր հավատքին։ Լռեց պատարագը, կաթողիկոսը այսպես հուզված, ասեց 3 օր ժամանակ տվեք, ես ասեմ գայթակղության պատճառը երիտասարդի։ Այս շահն ասում է գալիս եմ 3-րդ օրը։ Կաթողիկոսը դարավ հոգևորականներին ասեց բոլորդ պասուցում պահեք, 3 օր անսվաղ եւ խնդրեք Տիրոջը, որ ցույց տա գայթակղության պատճառը վարդապետի։ Եվ 3-րդ օրը 30-40 հոգևորականներ նույն տեսիլքն են տեսնում։ Եվ նույնը տեսնում է կաթողիկոսը։ Բոլորը գալիս են կաթողիկոսի վեհարանի մոտ եւ ասում են վեհապար, տեսիլք ենք տեսել, վեհապար։ Ասում է ինչ է։ Ասում է գերեզմանը բացվավ, վարդապետի մայրը ելավ ու ասեց. վեհապար, փախի ժամանակ մի պարսիկ զինվոր ինձ բռնաբարեց, նրա հայրը պարսիկ է։ Այո, եթե այսօր որևիցե մեկ ուզենա, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայետ, եթե որևիցե մեկը ուզենա, որ հայոց ցեղասպանությունը երկրորդական պլանների մեջ լինի, եթե որևիցե մեկը ուզենա, որ Արարատ սարը Նոյ Նահապետի, որ Նոյը Նախիջևանես Նախիջևանի գավառը, եթե ուզենան հանել, այո, դրանք այրունը պետք է ստուգվի անպայման։ Նա հայ տղա չի կարա լինի։ Ես 20 տարի է որ չեմ մասնակցել երդմնակալության արարողության։ Ինչու եմ այսօր մասնակցում։ Այս հարցը պետք է հնչի։ Ուղիղ 20 տարի է, վերջին անգամ մասնակցել եմ 2005 թվականին։ Մյուս երդմնակալության արարողություններին չեմ մասնակցել։ Չեմ մասնակցել շատ հասկանալի պատճառներով այն ժամանակվա եւ նաեւ հետագայում իմ մոտեցումների, որոնք ես քաղաքապետարանի առջև դրել եմ եւ քաղաքապետարանի այն ժամանակվա իշխանությունները իմ մոտեցումները հարգել են։ Այս անգամ ոչ մի մոտեցում չեմ ցուցաբերել։ Ինչու, որովհետեւ այս պայմաններում հայրենիքի այս վիճակում գտնվելու եւ մեր քաղաքի առավել եւս հայրենական այս պայմաններում գտնվելու վիճակում բարոյական չեմ համարել թե մի առաջնորդի կողմից որևիցե պայման առաջ քաշել։ Եվ երբ ինձ եղել է հրավեր պարոն նորընտիր քաղաքապետի կողմից ներկա լինելու երդմնակալության արարողությանը, ոչ մի պայման չեմ քաշել եւ ասել եմ կգամ։ Որովհետեւ ինչպես ասացի, այս վիճակում մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չի։ Թե ով է ավելի կարևոր այս քաղաքում այդ հարցը քննարկելու ժամանակը չի։ Բոլորս յուրաքանչյուրս առանձին վերցրած կարևոր ենք։ Շիրակի թեմի առաջնորդը կարևոր է իր տեղում, քաղաքապետը կարևոր է իր տեղում, մյուս բոլորը կարևոր եք ձեր տեղերում։ Եվ այդ հարցերը քննարկելու ոչ ժամանակն է, ոչ անհրաժեշտությունը կա։ Եվ մենք կարծում եմ, որ պատրաստ ենք եւ միշտ էլ պատրաստ ենք եղել միշտ դինելու այնտեղ, որտեղ մեր անհրաժեշտությունը կա։
Երթմնակալության արարողությունից հետո Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք ինֆորմացիա ունեն, իր դեմ ոտնձգություն է նախապատրաստվում։ Ղուկասյանը հրաժարվել է անուններ տալ, միայն նշել է, որ եթե իր հետ որևէ դեպք պատահի, փաստերը կուղարկվեն տարբեր երկրների նախագահներին եւ միջազգային կառույցներին։ Ինչ կան մեզ կապում են կրիմինալի հետ, հող են նախապատրաստվում դիմացի կրակոցների։ Բարձրաձայնում եմ եւս մեկ անգամ բոլորիդ ասում եմ։ Այո, մեր անձի նկատմամբ այդպիսի խոսակցություն մահափորձ, մեծ հասկացի, չես հասկանում։ Ուրեմն նմանատիպ ոտնձգություն 2007 թվականից, որ արեցին մինչև այսօր բացահայտված չի, հասկանալի է։ Հա, էլի, Սատիկ ջան, երկրորդ սերիան։ Ուրեմն, ես ասեցի, մի քչպորեք ինձանից ոչ մի բան չեք կարող իմանալ, բայց եթե հանգարց նմանատիպ մի բան եղավ, սենսացիա կլինի ամբողջ աշխարհում մեկ։ Ավանդույթի համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սաղմոսով է շնորհավորել Սուրբ Զատիկը, այս անգամ երկրի ղեկավարը ընթերցել է 5-րդ Սաղմոսը։ Թող հանցագործները չապրեն աչքիդ առջև։ Դու ատեցիր անօրենություն գործողներին, կործանում ես բոլոր ստախոսներին, արյունահեղ եւ նենգ մարդուց գարշում ես, Տեր, իսկ ես քո ամենաառատ ողորմության շնորհիվ կմտնեմ տունդ եւ քեզ վայել ակնածանքով կերկրպագեմ Սուրբ տաճարիդ մեջ։ Տեր, արդարությամբ քո առաջնորդիր ինձ։ Իմ թշնամիների պատճառով ուղղիր իմ առջև ճանապարհները քո, քանզի նրանց բերանում ճշմարտություն չկա եւ նրանց սրտերը ունայնացած են։ Գերեզմանի պես բաց են կոկորդները նրանց, իսկ լեզուները լի նենգությամբ։ Դատիր նրանց Աստված, որ ետ կանգնեն իրենց մտքերից։ Իրենց անչափ ամբարշտության համար վանիր նրանց, քանզի դառնացրին քեզ։ Թող ուրախանան բոլոր նրանք, որ հույս են դնում քեզ վրա, հավիտյան թող ցնծան եւ դու ապրես նրանց մեջ։ Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին։ Տեր, քո սպառազինությամբ պաշտպանեցիր մեզ։ Քրիստոս հարյավ իմերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Զատկին ընթառաջ Ռուսաստանը հրադադար է հայտարարել, Վլադիմիր Պուտինը կարգադրել է դադարեցնել բոլոր ռազմական գործողություններն այսօր ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի կեսգիշեր։ Այսօր նաև Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել յուրաքանչյուրը 246 գերի։ Ռուսական կողմը նաև 31 վիրավոր ռազմագերի է փոխանցել 15 վիրավոր ռուս զինծառայողների դիմաց։ Այսօր տեղի է ունեցել Իրանի ու Միացյալ Նահանգների ներկայացուցիչների բանակցությունների երկրորդ փուլը, այս անգամ Հռոմում։ Հանդիպումից հետո Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թրամփի ուղարկած պատվիրակությունը Իրանի միջուկային ծրագրի շրջանակներից դուրս հարցեր քննարկելու փորձեր չի ձեռնարկել։ Երկու երկրների տեխնիկական խմբերը ապրիլի 23-ից կսկսեն հանդիպումներն Օմանում, իսկ պատվիրակությունների մակարդակով հաջորդ հանդիպումը նախատեսվում է ապրիլի 26-ին։ Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը 4-րդ մեդալն է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլերում։ Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Արթուր Դավթյանը նվաճել է ոսկե մեդալ։ Այսպիսով Հակոբ Սերոպյանի գլխավորած հավաքականը 4 մեդալ է նվաճել Դոհայի աշխարհի գավաթի 5-րդ փուլում։ Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-ից 5 աստիճանով։ Երևանում նույնպես սպասվող շաբաթվա ընթացքում անձրևային եղանակ է լինելու։